Բարև, հանրային ռադիոյի եթերում առանց թողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանն։ Այսօր իմ զրուցակիցն է ռազմական փորձագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը, բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան։ Բարև ձեզ։ Պարոն Հովհաննիսյան, վերջին օրերին Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները կրկին այսպես օրակարգ եկան, ճիշտ է ոչ մեր ջանքերով Թուրքիայի խորհրդարանում բյուջետային քննարկումներ են եւ այնտեղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը այսպես պատկերը որ ասած կրկին սայլը դրեց ձիու դիմաց, ասաց որ Հայաստանի հետ սահմանի բացումը անմիջականորեն կախված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից, վերջնական ստորագրման մասին է խոսքը, այսինքն որ պահին որ ստորագրվի այդ փաստաթուղթը, այդ պահին արդեն Թուրքիան պատրաստ կլինի բացել Հայաստանի հետ սահմանը, ընդ որում այսօր արդեն արձագանքեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արադ Միրզոյանը, ասելով որ ինքը այդ փոխկապակցվածությունը չի տեսնում, ավելին դրական լիցք կարող է տալ հայ-թուրքական սահմանի բացումը արդեն այն մի գործընթացին, այսինքն այնտեղ ձգձգելու բան արդեն այլևս չի մնա։ Հիմա ենթադրում եմ, որ Արադ Միրզոյանի ասածը մի քիչ ավելի տրամաբանական է։ Եվ նույնիսկ եթե այդպես է, ինչին է հիմա ձգտում Թուրքիան։ Ինչ ունի ստանալու, որ չի ստացել։ Թերևս սկսենք հենց հայկական կողմի հայտարարությունից, որ իսկապես տեղին է ասված, որ իրականում հենց Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավումը, սահմանների բացումը կնպաստի հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը։ Այնպես որ այստեղ այս բանաձևը կարող է միայն աշխատել։ Բնականաբար Թուրքիան այս փուլում ըստ իս փորձում է այսպես ասած ավելորդ գլխացավանքից հեռու մնալ, որովհետև որքան էլ որ ասենք Թուրքիայում այլևս քրդական գործոնը չկա, գոյություն չունի, քրդական հարցը չկա, բայց այնուամենայնիվ այն կա, ավելին ասեմ, այսօր Էրդողանի համար նաև շատ հայտարարվում է որ չկա, իրականում կա։ Ավելին ասեմ, Էրդողանի համար շատ ավելի մեծ գլխացավանք է այսօր դարձել նաև ընդդիմությունը, իդեմս նաև քրդական հարցի, այստեղ շատ մեծ է քրդական գործոնը, եւ այստեղ կարծես թե փորձ են կատարում այդ մի հայտարարությունով փակել հայ-թուրքական թեման, հարաբերությունների թեման եւ իրենց համար շատ ավելի խորքային, շատ ավելի վտանգավոր թեմայի վրա ամբողջությամբ ուշադրությունը դարձնել, դա այն է, առաջին հերթին պահել իշխանությունը Թուրքիայում եւ երկրորդ քրդական գործոնը փորձել գոնե այս ժամանակահատվածում այսպես մինիմալ զսպվածության աստիճանի բերել։ Բայց տեսեք, դուք ասում եք ավելորդ գլխացավանքից ազատվելու այսպես ձև են գտել, բայց իրականում նոր գլխացավանքի աղբյուր կարող է դառնալ սա, որովհետև հաշվի առնելով հանգամանքը, որ խոսքը գնում է թրեյփի մասին, որ խոսքը գնում է այսպես միջին միջանցքի մասին, հարավհյուսիսը թողնենք մի կողմ, ըստ էության ինքը Թուրքիային չի առնչվում։ Եվ արդեն հասկանալի է, որ շահագրգիռ կողմերը, այսպես ասեմ, պայմանական եմ ասում, դա Հայաստանը չի, դա Եվրամիությունն է, դա Միացյալ Նահանգներն է, որոնք շատ ավելի լուրջ խնդիրներ կարող են ստեղծել Թուրքիայի համար, քան ենթադրում եմ, քան անգամ այդ ներքին իրենց խժդժությունները։ Այստեղ գլխացավանք ասելով պետք է հասկանանք, թե որն է գլխացավանքը։ Իրականում այս փուլում Թուրքիան չի ցանկանա կորցնել Ադրբեջանին որպես իր հավատարիմ դաշնակցի եղբայրական այսպես պետության։ Եվ այստեղ նաև ինչու՞ չէ Ադրբեջանին հաճոյանալու համար, որտես ես իմ ինչպիսի ռիսկերի եմ գնում, ինչպիսի զոհողությունների եմ գնում, որպեսզի քո հարցը նաև կարգավորեմ, լուծեմ։ Մյուս կողմից նաև անում է Ադրբեջանի սրտով, որ հաճելի ակնահաճո լինի Ադրբեջանի համար, որ ականջահաճո լինի, որ տեսեք մեր համար այսպիսի զոհողության են գնում եւ իրապես գլխացավանքը հենց Թուրքիայի համար Ադրբեջանն է, որ չկորցնի նման դաշնակցի եղբայրական պետության այս տարածաշրջանում։ Ինչ վերաբերվում է Եվրոմիությանը կամ չգիտեմ այդ Թրամփի ուղուն, ապա պետք է ասեմ, որ այստեղ բոլորովին այլ քաղաքականություն է վարում Թուրքիան եւ իրականում այստեղ Թուրքիան անդադ հայտարարում է այո, մենք պատրաստ ենք, մենք կբացենք, մենք ամեն ինչ կանենք, թող այդ ճանապարհը լինի, թող այդ ուղին լինի, մենք ամեն ինչ կանենք, այսինքն հայտարարությունների տեքստով իրենք պատրաստ են, բայց արդեն բնության մեջ, իրականության մեջ իրենք դեռևս պատրաստ չեն եւ
ամենատարբեր պատճառաբանությունները կարող են բերել, որպիսի կարողանան Թուրքիան որպեսզի կարողանա Ադրբեջանին ավելի հաճելի, այսպես դիրքորոշում ունենա։ Նորից եմ ասում, որպեսզի այս ծանր ժամանակահատվածում Թուրքիայի համար չկորցնի Ադրբեջանին։ Թուրքիայի համար ծանր ժամանակահատված է, այսպես մի քանի դաշտում ընդ որում, ճիշտ է, հիմա ես չեմ ասում, որ այ դրա համեմատ Հայաստանի կշիռը ավելացել է, չէ, այնուհանդերձ մենք պիտի իրականության հետ հաշվի նստենք, որ Թուրքիան անհամեմատ ավելի հզոր հարևան է, քան մենք կուզենայինք, որ ինքը լիներ, բայց դե հիմա ինչ ունենք է դա։ Հիմա տեսեք, ճնշում Թուրքիայի վրա Հայաստանը բանեցնել չի կարող, բայց ճնշում Թուրքիայի վրա սկսելու են բանեցնել, որովհետև այդ մուկնուկատում, որ ժամանակին աշխատում էր իմիջայլոց եվրոպացիների հետ, այ եթե դուք ինձ այս բանը չտաք, ես այս բանը չեմ անի, հետո բերում էին փողը տալիս էին դեռ միլիարդներով, հիմա չեն տալիս, ասում են չէ, կանես, հետո կմտածենք, չես անի, չենք մտածի այդ թեմայով։ Որքան կարող է Թուրքիան դիմադրել։ Պետք է ասեմ, որ անգամ եթե Ադրբեջանի հետ խնդիրներ առաջանում։ Պետք է ասեմ, որ իրականում Էրդողանը շատ լավ խաղացող է միջազգային հարթությունում, ինքը կարողանում է դեպքերը եւ իրադարձությունները դասավորել այնպես, որ ի օգուտ լինի ոչ թե Թուրքիայի հանրապետության, այլ իր իշխանության երկարաձգման։ Եվ հենց այս նպատակով նաև ինքը ինչու՞ չէ ունենում է պահուստային քայլեր, որոնք որ հրամցնում է արտաքին խաղացողներին, ասելով, որ այ եթե դուք այս ընտրություններին չխառնվեք, հիմնականում պետք է ասեմ Թուրքիայի իշխանության խաղաքարտերը միշտ դրվում են ընտրությունների վրա, անընդհատ նոր իշխանություն ձևավորելու վրա, եւ նորից եթե ասի դուք չխառնվեք, ընդդիմությանը չաջակցեք, այսա ես կանեմ միանշանակ։ Եվ իրականում կարողանում է ինքը համոզել, որքան էլ մենք ասենք, որ միևնույն է Եվրոպան ասպես ճնշի այս միջոցներով, այն միջոցներով, միևնույն է Էրդողանը կարողանում է համոզել, կարողանում է մանևրել եւ իրականում ստանալ այն Եվրոպայից, ինչը որ իրեն անհրաժեշտ է։ Այնպես որ այս դեպքում եւս ես կարծում եմ, որ նաեւ հայ-թուրքական հարաբերությունները մի քայլ է, պահուստային քայլ է, որը որ Էրդողանը պահում է դարակում, որ հարմար պահին կրկին հանի եւ սկսի դրանով զբաղվել։ Այսինքն մինչեւ մարգարե այդ անցակետը ամեն ինչ կառուցված է, պատրաստ է, հենց գա որ արդեն համը դուրս է գալիս ժողովրդական լեզվով ասած, կասեն դա բացեցի։ Իհարկե, նորից եմ ասում, ինքը բավականին այսպես միջազգային հարթությունում ինքը բավականին շատ լավ խաղում է, ինչը չի ասի ներքին քաղաքականության մեջ իր, եւ ինքը կարողանում է օգուտ տեսնել, որտեղ ավելի առաջ տեսնել, թե որտեղից կարելի է օգուտ ստանալ իր իշխանությունը երկարաձգելու համար եւ ինքը այդ քայլը անում է։ Այնպես որ եւ սա եւ ինչու՞ չէ Սիրիայի գործոնը ինքը պահում է դարակում պահուստային որպես քայլ։ Հիմա այս իրավիճակում դա բնականաբար հասկանալի է ինչու Սիրիան ասում կներեք Թուրքիան դիտարկում է Հայաստանի Հանրապետության համար որպես մշտական սպառնալիք։ Հիմա Թուրքիան այս փուլում Հայաստանի համար սպառնալիք է թե խոչընդոտ։ Դրանք երկու տարբեր։ Իհարկե տարբեր բաներ են դրանք իրականում այս փուլում կարող եմ միանշանակ ասել, որ սպառնալիքից վերածվել է խոչընդոտի, որովհետև եթե նախկինում սպառնալիքի համար ինքը ուներ ալիբիներ, թեմաներ, ապա հիմա իդեմս Արցախյան հարցի, հիմա ինքը չունի նմանատիպ ալիբիներ, այսինքն հիմա ինքը ավելի շատ սկսում է խոչընդոտներ առաջ բերել, նաև արհեստական խոչընդոտներ, մտածածին խոչընդոտներ եւ ինքը շատ ավելի շատ փորձում է նաև Հայաստանի տնտեսության զարգացման մասին մտածել ոչ թե լավ իմաստով, այլ վատ իմաստով, որ եթե բացվեն ճանապարհները, եթե լինի տեղաշարժ, բնականաբար բոլորս էլ գիտենք, որ դրանից տնտեսությունը սկսում է արագ զարգանալ։ Արդյոք դա կբխի Թուրքիայի շահերից եւ արդյոք դա ի նպաստ Թուրքիայի կլինի, որովհետեւ գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ Թուրքիայի արևելյան շրջանները մեծ սահմանակից այսպես հատվածը
շատ ավելի քիչ զարգացած է եւ դա միտումնավոր է արված, քան օրինակի համար արևմտյան շրջանները, որոնք որ ավելի թրքաբնակ են։ Եվ սա միտումնավոր է արված, որպեսզի կարողանա կառավարելի դարձնել եւ Թուրքիայի ամբողջ քաղաքականությունը արդեն թուրքական պետության ամբողջ քաղաքականությունը հիմնված է նրա վրա, սոցիալական այդ հենքի վրա, որ սոցիալապես պետք է ճնշել, պետք է սոցիալապես ազդել բնակչության վրա, որպեսզի կարողանաս դու իրեն կառավարես։ Հիմա այդ նույնը պրոյեկտում է նաև Հայաստանի վրա եւ այդ մտավախությունը նաև ունի, որ եթե ճանապարհները բացվեն, տնտեսություն զարգանա, գնալ գալը եւ այլն, այդ ամեն ինչը, ապա Հայաստանը չի բացառվում, որ օրինակ համար մի քանի տարի հետո շատ ավելի այսպես մեծ զարգացած տնտեսություն կարող է ունենալ, քան կարելի էր ենթադրել։ Եվ այստեղ Թուրքիան տեսնում է նաև վտանգներ։ Դրա համար ինքը այս փուլում Հայաստանը ինչով կարող է վտանգավոր լինել Թուրքիայի համար։ Դե գիտեք, ցանկացած զարգացվածություն, նույնիսկ մշակութային զարգացվածություն Թուրքիայի համար իրենք դիտարկում են որպես վտանգ։ Այնպես որ դա որքան էլ որ մենք չպատկերացնենք, թե այս մի փոքր երկիրը, պետությունը, պետականությունը ինչպես կարող է Թուրքիայի համար վտանգ լինել, բայց միևնույն է, իրենք նույնիսկ մշակութային զարգացվածությունը համարում են վտանգավոր իրենց համար։ Բայց այստեղ մի գործոն էլ կա, տեսեք, նավթի համաշխարհային գները ընկնում են եւ շարունակելու են ընկնել։ Դա Ադրբեջանի բյուջեի պես զգալի մասն է, առյուծի բաժինը հասնում է դրան։ Հիմա որպեսզի այդ իրավիճակից նույն Ադրբեջանը կարողանա դուրս գալ, ինչ որ մի պահի Ադրբեջանն է սկսելու համոզել Թուրքիային սահմանը բացելու, որովհետև եթե չլինի տրանզիտ, Թուրքիան ներողություն, Ադրբեջանը պարզապես բյուջեի այնպեսի ահռելի դեֆիցիտ կունենա, որ թշնամուս է միայն ցանկանում, չեմ ասում, չեմ ցանկանում։ Կգա այդ պահը։ Դժվար է ասել տնտեսության մեջ թե ինչպիսի իրավիճակներ կարող են լինել, բայց որ Ադրբեջանի շահերից է բխում նաև ճանապարհի բացումը, դա միանշանակ է։ Դա միանշանակ է ոչ միայն տնտեսության, ես ուզում եմ այստեղ նաև շատ կարևոր մի շեշտադրում անեմ, որ Ադրբեջանը եւ Նախիջևանը իրենց համար շատ կարևոր է կարճ ճանապարհով կապվեն միմյանց հետ, որովհետեւ Ադրբեջանի բնակչության եւ Նախիջևանի բնակչության միջև տարանջատումը շատ մեծ է եւ իրանք չեն ընկալվում մեկ ընդհանուր պետության կազմի մեջ եւ այստեղ իրանք շատ մեծ խնդիր ունեն դրա համար այսպես զուտ պատմականորեն եթե վեկալենք այս առումով Ադրբեջանը շատ ավելի շահագրգռված է որ կարճ ժամանակվա համար ճանապարհ ունենա օրինակի համար Ադրբեջանի տարածքից Նախիջևան հասնելու համար ժամուկես պահանջվի դա իրենց համար շատ կարևոր բան է այնպես որ այս առումով Ադրբեջանը ավելի շահագրգռված է ինչ վերաբերվում է ձեր վերը նշածին տնտեսությունը նավթը եւ այլն այո չի բացառվում որ մի այնպիսի ժամանակահատվածում հասնի Ադրբեջանը, որ իրապես ինքը ավելի շահագրգիռ լինի այս անգամ, որ լինի դա, որովհետև մենք բոլորս է գիտենք, որ այդ նավթից գոյացած գումարների զգալի մասը ներդրվում է ռազմական բյուջե։ Իսկ ռազմական բյուջեն բոլորս էլ նաև գիտենք, որ իրականում հետ չի վերադարձնում տնտեսություն որևէ լումա եւ այնտեղ ինչ գնում է, մնում է, վերջացավ գնաց։ Այսինքն այստեղ Ադրբեջանի խնդիրը ոչ թե տնտեսությունը զարգացնել այդ նավթերով, այլ ռազմական բյուջեն լցնել եւ իրականում եթե նավթի գինը ընկնում է եւ ինքը կանգնում է կոտրած տաշտակի առջեւ, որովհետեւ ինքը նախապես իր տնտեսության մեջ ներդրումներ չի կատարել եւ այլն, ռազմական բյուջեն է ավելի մեծացրել եւ այսօր ինքը խնդիրներ է ունենում։ Դրա համար իրականում ոչ միայն նավթի գների հետ է կապված իր ցանկությունը, այլ առանց այդ նավթի գների էլ վաղ թե ուշ Ադրբեջանը ինքը թիվ 1 շահառուն է, շահագրգիռ կողմն է լինելու այդ ճանապարհի բացման։ Քանի որ տնտեսական վիճակից խոսեցինք, դառնանք էլի Թուրքիայում բավական լուրջ տնտեսական խնդիրներ կան արդեն մի քանի տարի, չեն կարողանում որևէ կերպ հաղթահարել այդ խնդիրները կենտրոնական բանկի նախագահներ մի քանի փոխեց վերտողանը իր ուզած մարդկանց դրեց դրանից ավելի վատ դարձավ իրավիճակը հիմա
թուրք падգամավորներից մեկը այդպես թվերով էր հանդես եկել, ասել էր, որ մինչև 2045 թվական Թուրքիան Միացյալ Նահանգներից գնելու է 43 միլիարդ դոլարի գազ, խոսքը հեղուկ գազի մասին է, որը հետո պետք է դառնա սովորական, այն դեպքում, երբ թուրքական հոսքի եւ կապույտ հոսքի ռուսական նախագծերի պայմանագրերը այս տարի վերջին ավարտվում են։ Այսինքն այստեղ հակառակ իրավիճակ է ստեղծվում։ Ժամանակին Թուրքիան այդ իմաստով կախում ուներ Ռուսաստանի Դաշնությունից, հիմա Միացյալ Նահանգների պնդման տակ հրաժարվում է աստիճանաբար գոնե այն կողմից, հիմա գնում է այն կողմ եւ ծայրահեղ կախվածության մեջ են գնում արդեն Միացյալ Նահանգներից։ Սա Միացյալ Նահանգներին լուրջ գործիք է, Միացյալ Նահանգ, տեսեք, համ փող են աշխատում, համ կարող են բամփել ցանկացած բայի։ Այս աշխարհում, եթե կա որևէ երկիր, որը որ կարող է ազդել Թուրքիայի քաղաքականության վրա, ազդել Թուրքիայի ներքին քաղաքականության վրա, արտաքին քաղաքականության վրա, դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է։ Եվ ԱՄՆ-ն մշտապես Թուրքիային պահում է իր ձեռքի տակ տարածաշրջանում որպես ճակերտավոր ասած իր ներկայացուցիչ եւ այս կամ այն գործողություններում աշխարհակաղակական գործողություններում ներգրավում է հենց Թուրքիային։ Թուրքիան իդեմս Էրդողանի վերջին ժամանակահատվածում, վերջին տարիներին փորձ էր կատարում դուրս գալ ամերիկյան այդ ազդեցության գոտուց եւ գնալ դեպի ռուսական, չասենք ազդեցության գոտի, բայց այլընտրանքային, այսպես ռուսական ազդեցության գոտի էր փորձում գնալ, ինչը կարծես թե հաջողվում էր, չմոռանանք նաև, որ Թուրքիայում նաև ատոմակայաններ են կառուցվում Ռուսաստանի աջակցությամբ եւ այլն, միջև այն պահը, երբ որ ռուս-ուկրաինական պատերազմը շատ ավելի թեժացավ, շատ ավելի սանկցիաները այսպես մեծացան եւ Թուրքիայի վրա ճնշումները շատ ավելի մեծացան։ Եվ այսօր Թուրքիան իրականում երկընտրանքի առջև է կանգնած։ Պետք է ընտրություն կատարի, այլևս չի կարող եւ այն կողմ լինել։ Սրա մասին է խոսում նաեւ այն, որ անընդհատ խոսվում է թուրք-իսրայելական պատերազմի մասին։ Սրանով Ամերիկան նաև Թուրքիային հասկացնում է, որ եթե դու տարածաշրջանում այսօր ունես հզոր բանակ, եթե դու տարածաշրջանում կարողացել ես օրինակի համար Սիրիայում իրականացնել իշխանափոխություն եւ այլն, ապա դրանք իջիկ են դառնալու ցանկացած պահի, եթե դու չենթարկվես մեզ եւ մեր օրենքներին։ Կարծում եմ, որ իրականում Թուրքիան շատ վատ իրավիճակում է հայտնվել ոչ միայն տնտեսապես, դե գաղտնիք չի տնտեսությունը ինչ վիճակում է գտնվում այսօր, այլ նաև քաղաքականապես, արտաքին քաղաքականությունը, գիտեք, Եվրոպան դնենք մի կողմ։ Եվրոպայի հետ ինքը բոլորովին այլ քաղաքականություն է վարում Թուրքիան, իսկ ԱՄՆ-ի հետ ինքը չի կարող վարել այնպիսի քաղաքականություն, ինչպիսին որ վարվում է Եվրոպայի հետ։ Եվ այստեղ ինքը բավականին վատ վիճակում է հայտնվել, իրավիճակում է հայտնվել։ Հենց դա է պատճառը, որ այսօր նաև մենք զրույցի սկզբում ասացի գլխացավանքների մասին հայ թուրքականի, հենց դա է պատճառը, որ ինքը չի ուզում ավելորդ, չասենք ավելորդ լրացուցիչ ինչ որ բեռերի տակ մտնի, որը որ իրեն ավելի խճճի այս իրականության մեջ։ Տեսեք, երբ Սիրիայում տեղի ունեցավ հեղաշրջում, հեղափոխություն, չգիտեմ, ապստամբություն եւ այլն, խոսքով երբ Ասադը հեռացվեց իշխանությունից, Թուրքիայում ցնծություն էր, որ մենք այնտեղ հաղթեցինք, այստեղ ձեր տեղը նստած պարոն Սաֆրասյանը թուրքագետ մեր ասաց, որ իրականում Թուրքիան շատ վաղ է ուրախանում, որովհետեւ ինքը իրականում այնտեղ խրվել է միջահայջի մեջ, որից ոչ միայն դժվար է դուրս գալը, այլև կարող է պարզվի, որ հնարավոր չէ դուրս գալ։ Հիմա, քանի որ դուք էլ խոսեցիք թուրք-իսրայելական հնարավոր պատերազմից, ամերիկյան մտակենտրոններից մեկը American Thinker, տենց է կոչվում, կանխատեսում էր արել, որ առաջիկայում թուրք-իսրայելական բախումը Սիրիայի տարածքում, այսինքն ուղիղ պատերազմի մասին է խոսքը, անխուսափելի է ուղղակի, որովհետև Թուրքիան այնտեղ որոշել է 200,000-անոց զորամիավորում ստեղծել, անունը դնելու են սիրիական զորամիավորումներ, Իսրայելը բնականաբար դրան
դեմ է եւ հարվածելու է, դա բերելու է ուղիղ բախման, որում դրան զուգահեռ Միացյալ Նահանգները նաեւ ասեց, որ Դամասկոսի մոտակայքում իրենք ուզում են նաեւ զորախումբ տեղակայել, դրան գումարվում է նաեւ քրդական գործոնը, ինչի մասին դուք արդեն խոսեցիք եւ այլն, հիմա Թուրքիան բառացիորեն խրվել է այդ ճահիճում։ Իրականում Մերձավոր Արևելքը ինքը մի մեծ ճահիճ է եւ այստեղ բավականին հարցերը խճճված են եւ սա դարեր շարունակ է այդպես եղել եւ Թուրքիան չնայած այն բանին որ գտնվում է այս տարածաշրջանում եւ գտնվում դարեր շարունակ այսպես լինելով Օսմանյան նաև կայսրության իրավահաջորդը կարողացել է մանևրել տարբեր ժամանակահատվածներում, բայց այս դեպքում իմ խորին համոզմամբ ինքը ավելի շուտ ընկավ այն թակարդը, որը որ հենց լարել էին Մերձավոր Արևելքի ժողովուրդը, իդեմս նաև քրդերի եւ իդեմս նաև ինչու՞ չէ Սիրիայում բնակվող մնացած բոլոր ազգությունների, որոնց որ մենք ընդհանուր սիրիացիներ ենք ասում։ Այստեղ Թուրքիան շատ մի մեծ խնդրի առջև է կանգնել։ Ինքը լինելով տնտեսապես այս իրականության մեջ տնտեսապես շատ վատ վիճակում իր վրա է վերցրել Սիրիայի տնտեսության զարգացման այսպես պարտավորությունները, պարտականությունները եւ արդեն մոտավորապես 10 տարի նաեւ շարունակ ինքը այն հատվածները Սիրիայի այն հատվածները, որոնք որ գտնվում են իր վերահսկողության տակ ինքը այդ հատվածներում իրականացնում էր նաև տնտեսական այսպես ներդրումներ տարբեր տեսակի փորձեր կատարում իրենով անել Սիրիան բայց բոլորիս էլ հայտնի է եւ ակնհայտ է որ սրանով չի ավարտվում սիրիական հարցը եւ սրանով վերջը չի երևում սիրիական հարցի ավելին ասեմ ավելի ընկղմվեց այս ճահիճի մեջ եւ այստեղ նաեւ ճակերտներով պետք է նորից ասեմ օգնության է գալիս քրդական գործոնը Թուրքիային եւ հենց քրդական գործոնով պայմանավորված է նաեւ լինելու Սիրիայում Թուրքիայի չասենք ջախջախմանը, այլ նաեւ անհետացմանը։ Այսինքն դուք կանխատեսում եք, որ թուրքական գործոնը ինչ որ ժամանակ անց իրեն ուղակի բացառվելու է, չի լինելու։ Ինչի՞ է դառնալու։ Առաջին հերթին քրդական գործոնի հաշվին եւ երկրորդ հերթին քրդերը ինչ են անելու այնտեղ անկախ պետություն են ստեղծելու, ինչ են անելու։ Ասելու են գնացեք ել Չերևակես կողմերը։ Գիտեք, մշտապես ես միշտ ասել եմ, որ Մերձավոր Արևելքում քրդերը համարվում են Իսրայելի ներկայացուցիչները։ Եվ իրականում քրդերի վրա իսրայելցիները շատ մեծ ներդրումներ են կատարում եւ այդ ներդրումներով հանդերձ իրենք կարողանում են իրենց ուզածին հասնել այնպես որ Իսրայելը փորձելու է առայժմ քրդերի միջոցով Թուրքիայի վրա ազդեցություն ունենալ եւ Թուրքիային դուրս հանել Սիրիայից իսկ եթե չհաջողվի բնականաբար այդ պատերազմը անխուսափելի է լինելու ըստ իս որը որ մեծ հաշվով բխում են նաեւ ԱՄՆ շահերից որովհետեւ կլինի պատերազմը որովհետեւ կլինի պատժիչ գործողություն Թուրքիայի դեմ որը որ փորձ է կատարում ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարել Բայց այնտեղ տեսեք Թրամփը ամեն առիթով կամ առանց առիթի ասում է, գիտեք ինչ կա հարգելի սիրելիներ ջան, հանգիստ վեր եկեք տեղներդ, ինձ պատերազմներ պետք չեն, ես պատերազմներ հարթող մարդ եմ, միակ գլխավոր պատերազմը, որը ես դեռ չեմ կարողանում հարթել, դա ռուս-ուկրաինական պատերազմն է, դա էլ մի բան պիտի մտածենք, բայց որpիսի մենք կարողանանք այնտեղի վրա կենտրոնալ, դուք այդտեղ պիտի հանգիստ մնաք։ Թրամփը նաև ասում էր, որ իսրայելա-պաղեստինյան պատերազմը այլևս ավարտվել է, բայց այն չի ավարտվել, այն շարունակվում է, շատ ավելի լայն թափով է շարունակվում, ավելին ասեմ, Իսրայելը նաև Լիբանանին է սկսել հարվածել, այնպես որ ասելը մեկ այլ բան է, բայց իրականության մեջ բոլորովին այլ բան է եւ այստեղ ոչ թե Թրամփի ասելն է, այլ այստեղ իրականում ավելի շատ գործողությունների տրամաբանությունն է, որը որ գնում է, շարունակվում է։ Եթե միայն կախված լիներ Թրամփից, ապա այդ ամեն ինչը շատ գեղեցիկ կլիներ։ Այստեղ նորից եմ կրկնում եւ ասում, Էրդողանի ցանկությունները շատ ավելի մեծ են։ Ինքը ձգտում է, որ այդ Օսմանյան կայսրության սահմանները եւ այլն հետ բերի, որպեսզի ինքը պատմության մեջ, Թուրքիայի պատմության մեջ մնա երկրորդ Աթաթուրք։
Այնտեղ երկու պետություն կա, որոնք առնվազն համամիտ չեն դրա հետ, առաջինը Սաուդյան Արաբիան է, երկրորդը, ինչպես ասացիք, արդեն Իսրայելը Իրանին դեռ չհաշված։ Իրանը դեռ այս պահին այնքան թուլացած է, ճիշտ է, որ շատ առանձնապես բաներ չի կարողանում անել, բայց հա, այդ անընդհատ չի տևելու, որովհետև այդ պատմությունը ցույց է տվել, որ դա ալիքաձև է լինում։ Ինչ-որ մեկը ավելի բարձրանում է, մյուսը իջնում է եւ հակառակը։ Հիմա տեսեք, մենք փաստորեն այս խոսակցության ընթացքում ֆիքսեցինք, որ Թուրքիան ունի երկու հիմնական ճակատ։ Մեկը ներքինն է, մեկը արտաքինն է։ Արտաքինը արդեն խոսեցինք, Սիրիա մնաց ներքինը։ Հիմա տեսեք, այնտեղ էլ է ալիքային։ Անդիմությունը բարբերաբար ակտիվանում է եւ Էրդողանին ոչինչ չի մնում, քան հերթով բոլոր անդիմադիր քաղաքապետերին կալանավորել, ձերբակալել, չէ՞, անհեթեթագույն մեղադրանքներով է թվում նաեւ հիմա դուք երևի կհիշեք արդեն վերջին ով էր, ես արդեն խառնել եմ, ում են նստացրել, ում են բաց թողել կամ հետո էլի նստացրել։ Հիմա ըստ ձեզ Թուրքիայի համար այնուհանդերձ ռիսկի գլխավոր աղբյուրը դա ներքին ճակատն է թե արտաքինը։ Իրականում ներքին իրականում երբ որ ասում ենք Թուրքիա, մենք պետք է Թուրքիայի ես նկատի ունեմ Էրդողանի իշխանության։ Այո, պետք է մենք հասկանանք իշխանություն։ Իրականում ներքինը զրույցի սկզբում ես ասացի, որ Էրդողանը շատ լավ խաղում է միջազգային քաղաքականության մեջ։ Ինքը բավականին կարողանում է լավ ներկայացնել իր հնարավորությունները, նույնիսկ չեղած հնարավորությունները եւ ստանալ միջազգային հանրությունից այն, ինչը որ ինքը ակնկալում էր։ Իսկ ներքին քաղաքականությունում ինքը այլևս ամուլ է, որովհետեւ իր վարած քաղաքականության արդյունքում ինքը կարողացավ հասնել նրան, որ եւ միմյանց ատող թուրքերը, քրդերը միավորվեն իր իշխանության դեմ։ Իրականում վտանգը ինքն էլ է դա զգում այդ վտանգը եւ կարծում եմ, որ Էրդողանի այն հայտարարությունները, որ Թուրքիայի ապագա հանրապետություն, ուժեղ Թուրքիան եւ այլն միտված են հենց այս լսարանին, որ տեսեք, եթե ես չլինեմ իշխանության, եթե ինձ փորձեք իշխանությունից գցել, ապա Թուրքիան մասնատվելու է, ապա Թուրքիան այսպես է լինելու, այնպես է լինելու։ Այս վտանգը զգալով հանդերձ Էրդողանը փորձում է հիմա նաեւ չեզոքացնել ընդդիմադիր բոլոր գործիչներին։ Դուք թվարկեցիք խոշոր քաղաքների քաղաքապետերին, բայց նաև պետք է ասեմ, որ նույնիսկ փոքր քաղաքների քաղաքապետերին, ընդդիմադիր քաղաքապետերին ամենաանհեթեթ այսպես պատճառաբանություններով, մեղադրանքներով ձերբակալում է եւ չեզոքացնում է։ Կարծում եմ, որ Էրդողանի վախերը տեղին են, քանի որ այստեղ ոչ միայն բիզնես շահառուներն են միավորվել ընդդիմության մեջ, այլ նաև միավորվել է որոշ հատվածում նաև զինվորականները, ամբողջությամբ կարելի ասել մտավորականները, գիտնականները եւ այստեղ ինքը շատ մեծ խնդիրներ է տեսնում։ Եվ ինքը եթե նախկինում հույսը դրել էր Սևծովյան տարածաշրջանի նահանգների վրա, ապա այսօր եւս Սևծովյան տարածաշրջանի նահանգները կարծես թե ատամ են ցույց տալիս Էրդողանին։ Դրա համար պետք է առանձնահատուկ տաղանդ ունենալ նկատի ունեմ ներքին քաղաքականությունը։ Հիմա լավ, փորձենք այդ ամեն ինչին նայել արդեն մեր տեսանկյունից տարիներ շարունակ, եթե չասեմ տասնամյակներ շարունակ Հայաստանում պնդումներ են եղել, գերակշռող կարծիք եղել քաղաքական դաշտում նկատի ունեմ, հատկապես բոլոր իշխող ուժերը հետ են ասել, որ Հայաստանում մասնավորապես երբ արդեն Էրդողանը եկավ իշխանության, ասում էին, որ մեծ ձեռնտու է Էրդողանը, որովհետև հա ինքը միգուցե լավը չի, ինքը կայսերական մտածողություն ունի, այդ Օսմանյան եւ այլն, բայց ինքը կանխատեսելի Թուրքիայի է տանում։ Հիմա մենք գնում ենք ամենայն դեպս այն կոնտուրները, որոնց մասին մենք խոսում ենք, տանում են անկանխատեսելի Թուրքիայի։ Դա վտանգավոր չի մեր համար։ Բնականաբար վտանգավոր է։ Ես բազմաթիվ անգամներ ասում եմ, որ մեր հարևան պետություններում ցանկացած ներողություն էլի չառանձնացնենք հենց Հայաստանի Հանրապետությունը։ Ըստ էության դա վտանգավոր է Թուրքիայի բոլոր հարևանների համար։ Հունաստանից սկսած։ Ընդհանրապես մեր հարևան, խոսենք մեր մասին, մեր հարևան բոլոր պետություններում ցանկացած գործողություններ, ներքին քաղաքական, ծայրահեղական գործողություններ իրենցից վտանգ են ներկայացնում նաև մեր համար։ Տարբեր բնագավառներում, սկսած ռազմական, քաղաքական, ամենատարբեր բնագավառներում։ Այս դեպքում եւս ինքը շատ մեծ վտանգներ կարող է ներկայացնել։ Կհիշեք ռազմական հեղաշրջման ժամանակ, փորձի ժամանակ Թուրքիայում,
երբ որ կանխվեց այդ հեղաշրջումը եւ այլն, Էրդողանը մի այսպիսի հայտարարություն կատարեց, որ հեղաշրջման կազմակերպիչներից ոմանք նաև հիմա փախել են Հայաստանում են գտնվում, դրանք դատավորներ են։ Եվ այդ ժամանակ մեր արտաքին գործերի նախարարությունը շատ արագ հայտարարություն տարածեց, որ նման բան չկա, եւ Էրդողանը շեշտել էր, որ իրենք անցել են հայ-թուրքական սահմանը անմիջապես եւ սահմանապահ ծառայություն իրականացնող ռուսական սահմանապահ ծառայություն իրականացնող այդ զորամիավորումը եւս հայտարարություն կատարեց, որ դա ստահոդ է եւ այլն, այսինքն տեսեք այդ մի հայտարարությունը իր մեջ որքան մեծ վտանգ էր պարունակում, որ կարող էին Հայաստանին ներքաշել իրենց ներքին քաղաքական պատմության մեջ եւ ասել, որ Հայաստանը օժանդակել է կամ առնվազն Հայաստանը թույլ է տվել, որ քաղաքական ապաստան ստանան այդ մարդիկ, ովքեր որ ընդվզել են այնտեղ իշխանության դեմ։ Այնպես որ ամենատարբեր մակարդակներում վտանգը շատ մեծ է։ Սակայն այստեղ նաև պետք է ասեմ, որ իրականում Էրդողանը իրապես սկզբնական շրջանում այսպես կանխատեսելի քաղաքական գործիչ էր, բայց մի որոշակի ժամանակ հետո ինքը դարձավ ինքնուրույն եւ ինքը փորձեց դուրս գալ ամերիկյան վերահսկողությունից, ինչը իրեն հաջողվեց այդ ժամանակահատվածում եւ ինքը իրապես դարձավ անկանխատեսելի։ Իսկ հիմա ինքը առավել անկանխատեսելի է, չնայած այն բանին, որ իր դիրքերը խարխլված են, չնայած այն բանին, որ ինքը մեծ խնդիրներ ունի ներքին քաղաքականության մեջ։ Միգուցե հենց այդ պատճառով։ Այո, բայց իր քաղաքական աթոռը այլևս երերուն է։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ ռազմական փորձագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը, նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։